Մենք ամբողջ աղյաշարը ընդհանրապես քվանտային սկսած մեխանիկայից, ինֆորմատիկայից եւ ծրագրավորումով վերջացնելով փորձենք մի քանի օրինակներ ներկայացնել որպես հարցաշար։ Օրինակ, փորձենք պատահական թվերը ստանալ, որ արդեն մենք ստացել ենք քվանտային մայր օրինակով, այսինքն բնությունից օգտվելով, բնության հրամանից օգտվելով, քվանտային ծրագրավորման էությունից օգտվելով, ադամար մենք այդպիսի տեխնոլոգիա ունենք հաշնա, որը 50-50% աշխարհի ամենատիեզերքում ամենամաքուր 50-50 հավանականության տեխնոլոգիան է։ Այդպիսի օրինակ մենք փորձենք տալ օրինակներով փորձենք մեր անցածը յուրացնել, տեսնել ինչպես է գնում հրամանների տարբեր հարաբերություններ։ Տեսնենք, ուրեմն քվանտային պատահական թվերը ներդրված է բնության միկրոաշխարհում եւ այդպիսի ծրագիր հիմա ես copy paste կանեմ, տեսնեմ ինքը ինչպես է կամ ինչպես կարող եմ իր հետ աշխատել։ Խնդրեմ, ես հիմա իր հետ կաշխատեմ եւ փորձեմ մեկնաբանել իրը։ Ինչ է կատարում այստեղ։ Գրած է random generation։ Ընդամենը արդեն անունի տարածքը գիտենք, որ այդպիսի կա։ Մենք հիմա իրան կոմենտ կանենք, կտեսնենք անունի տարածքը ում վրա կազդեց, ում վրա չի ազդում, այդ տեխնոլոգիայով նորից ցուցադրեմ։ Ահա, խնդրեմ։ Random արել 100 հատ քանակի դեպքում մի հատ 57 է տալիս, մի հատ 44։ Նորից փորձենք։ 100 քանակի դեպքում քառին 56, սա փոքր հավանականություն է, 100-ը շատ ավելի քիչ է, ինչքան քայլերի քանակը կամ փորձերի քանակը շատ լինի, այնքան 50%-ին ավելի մոտիկ կլինի, բայց սա իսկական ռանդոմ է, սա պսևդո ռանդոմ չի, երբ որ դու կլասիկ կոմպյուտեր եք օգտագործում, ինքը RAM-ից է վերցնում, մաթեմատիկական շարք է վերցնում, ինչ որ մի թիվ վերցնում է, առաջին եթե RAM-ից է վերցնում, դա բռնվող է, երկրորդ եթե մաթեմատիկական շարք է, էլի բռնվող է, այսինքն բոլոր ռանդոմ թվերը հնարավոր է վերցանել, բռնացնել եւ իմանալ եւ ինչ է գալու։ Միակ աշխարհը, որը իսկական ռանդոմ է տալիս, ինքը պատահական թվերի գեներատոր, դա միկրոաշխարհն է, այսինքն ֆոտոնի պոլարիզացիան է, էլեկտրոնի սպինը վերև ներքև 50% է, կամ ասենք ուրանի ռասպադն է, պոլող, կիսա տրոհումը, որը 50% է, եւ այլն։ Բնությունը մեզ 50%-անոց տեխնոլոգիա մեզ գոնե օգնել է այդ առումով։ Ես այստեղ ուղղակի նայսպեսից օրինակը մի հատ տեսեք, մեսեջները ինքը հանեց, reset-ը հանեց, այսինքն անունի տարածքները ինչ library-ից է ինքը օգտվում, կոմենտով մենք կարող ենք իր հետ աշխատել։ Հիմա որևէ ամենապարզ օրինակն է աշխարհի, բայց ամենաճիշտ զառ, եթե ուզում եք գցել որևէ մի խաղատանը, random արեք քվանտային, մնացածը բռնվող է կամ արդար չի, ազնիվ չի։ Տեսեք, true random եմ տեսնում, qubit եմ ստեղծում, վերցնում եմ n0 mutable m 2 հակտիվ, մինչև 100, q դարձնում եմ superposition վիճակ, հենց չափում եմ, կամ 1-ա կամ 0-ը, կամ 1-ա կամ 0-ը, ինքը տենց է տալիս, կամ 1-ա կամ 0։ Եթե 1-ը 1-ով ավելացնում եմ, հակառակ դեպքով m-ն եմ 1-ով ավելացնում, հասարակ ծրագրային միջոց։ Եվ եւս մի անգամ ես իրան աշխատացնեմ, տեսնեք, ինքը ինչ կտա, կարող եմ նույնիսկ քանակը շատացնել, ասենք 100-ի փոխարեն 1000 գրել, եւ դրանով ես փոքր ծրագիրը ավարտել։ 1000-ի դեպքում, եթե ես իրան աշխատացնեմ, ինքը ավելի մեծ քանակ կվերցնի, ավելի մեծ քանակի մեջ ինքը կաշխատի, պայմանը կվերցնի 490 511։ Այսպիսի արդյունքով մենք գնանք։ Հիմա մյուս օրինակը էլի ռանդոմ է, բայց ավելի հետաքրքիր է ինչ առումով։ Ես փորձեմ array-ի վրա, վեկտորի վրա դա աշխատացնել, բայց էլի ռանդոմ։ Ինչ անում ես վեկտորում։ Copy paste-ով մենք իրեն փորձենք տանել եւ կիրառել։ Խնդրեմ։ Փորձենք ծրագիրը հասկանալ, ուրեմն պատահական թվերի գեներատորը առաջինը մենք շատ հեշտ կամ պարզ օրինակով ցույց տվեցինք, մեր վեկտորը տալիս է պատահական թվերի մի շոր խումբ։ Հիմա այս պատահական թվերի խումբը սենց է, count վեկտորի չափ, այսինքն մենք ինչ զանգված, ինչ վեկտոր ենք վերցնելու, բայց մաքսիմումը նշանակա մինչև որ թիվը այդ վեկտորում տեղադրի։ Այստեղ կոմենտները այնքան լավ է տրված, որ ուղղակի խոսելու բան չկա։ Այսինքն ստացվեց, որ իմ մոտ վեկտորի չափը 10 է, մինչև 5-ը հավանականային ինչպես է գալիս։
Ես bitwise եմ անում, ինչու։ Bitwise-ը շատ լուրջ է, այսինքն ես պետք է իմ մաքսիմումը 5-ը սարքեմ բիթեր, բիթային օպերացիա, քվանտումը դա բիթերի հետ աշխատում։ Ես ինչ անում եմ, այդ բիթերին պետք է վերացեմ, եթե մտնում ենք քվանտային աշխարհ։ Պատրաստում ենք ելքային զանգված, այսինքն պահուստային մինոր զանգված, members, եւ մենք այդտեղ պետք է տեղադրենք։ Գլխավոր ցիկլը ինչ է կատարում։ Նու վերցնում է mutable-ը, քանի որ set-ը վերևը կա, ապա մենք mutable-ը կարող ենք վերցնել mutable ավելի շուտ mutable ենք դնում, որ հետո set վերցնենք, հակառակն ասացի, դատարկում ենք, զրոականացնում ենք, գլխավոր ցիկլը պետք է մենք կարողանանք լցնել, դնել, այսինքն մեր պահուստայինում մենք այս number-ում պետք է ավելացնենք դրանց, ինչպես ենք մենք իրեն ուրեմն կատարում, mutable ենք ալում, 0 ենք տալի, մաքրում ենք բիթերի զանգվածը եւ այս շատ կարեւոր է, հենց տեղ է։ Ես ոնց եմ, ինչպես եմ ես ստանում զանգվածում բիթերի ռանդոմը։ Ես անպայման hash եմ կիրառում եւ անպայման measurement եմ անում, բայց զանգվածի բիթի եւ ֆիքսում եմ։ Պարզ է, եթե ես վերջացրել եմ իմ գործը, վերադարձ qubit-ը 0 վիճակի։ Reset-ը պարտադիր է, եթե դուք ուզում եք շարունակել ձեր գործողությունը։ Այսինքն ստացվեց, որ set bits-ը որը որ մեզ մոտ գալիս է արդեն զրոական, ինքը bit size-ը, տեսեք, այս bit size-ը գեներացնում է bit size քանակ բիթեր։ Ինչ է կատարում, քանի որ մենք այստեղ bit size-ը վերցրել ենք, ուրեմն մաքսիմումից պետք է սարքենք բիթերի քանակ։ Տեսեք, ես դա ցուցադրեմ գծագրով, որ ավելի հասկանալի լինի։ Եթե ինչ որ մի հատ թիվ ենք մուտք անում, ասենք 5, 10, 15, ինչ նշանակություն, ինքը վեկտորի է վերածում։ Եթե մենք 15 թիվն ենք արել, ապա այս 15 թիվը քանի բիթում ինքը կտեղավորի։ Այս bit size-ն է, այսինքն թվից ինքը գեներացնում է, թե ինչքան թվի մեջ կտեղավորի, եւ ստեղ ինչ է կատարվում։ Ինքը այս բիթերի քանակը ստանալու համար այս բոլորը qubit-ի տակ է դնում։ Ադամար անում, բայց սա qubit է։ Տեսեք, եթե ասենք qubit-ի, այսինքն qubit-ներ են ստացվում։ Ինքը այս qubit-ները 0-1-երի կվերածի 0-1, 0-1, 0-1 հադամար m, ադամար measurement, բայց մեր մուտքային տվյալը ենթադրենք ինչ որ մի թիվա size-ը, ենթադրենք 10, 100, ինչ որ մի քանակ է ստացվում, այս 100-ը պետքա բիթերի վերածվի, այդ դրա մասին է խոսքը գնում։ Ես այստեղ դա ասեցի, bit size-ը իմ մաքսիմումը յուրաքանչյուր random թիվ կլինի ինչքան, նայած ինչքան random թիվ ես դու ուզում։ Ուրեմն իմ bit size-ը պետքա վերցնի այս մաքսիմումը, վեկտորի չափը տված է զանգված, հիմա իմ այս bit size-ը մաքսիմումը կվերցնի ինքս 5-ը պետքա սարքի թիվ, բիթերի թիվ, եւ այդ բիթերի թիվը սարքի 01, 01, 01, 01, 01, 01, այսինքն մենք այդ մաքսիմումից կստանանք bit size-ով տեխնոլոգիա, bit size-ով կստանանք մի հատ վեկտոր, որտեղ ինքը բիթերի քանակը կտեղավորի, ասենք մեզ մոտ եթե 5 է, այս 5-ը որտեղ կարող ենք տեղավորել։ Կարող ենք տեղավորել բիթեր, որոնք 4 հատի մեջ, 2 հատի մեջ չեք կարող, 3 հատի մեջ կարող եք տեղավորել։ Այսինքն այդ bit size-ն է կատարում, գեներացում է bit size-ի քանակ եւ այնտեղ փորձում է հերթով, տեսեք, պլյուս հավասարով measurement անի, ուրեմն ադամար վիճակ է դնում եւ չափում 0 կամ 1-ը նստում է, ադամար վիճակ է մնում, ես 0 կամ 1-ը նստում է այդտեղ։ Այսինքն ստացվում է, որ ես հենց այս վարքյանին ստիպված եմ, շատ ստիպված եմ, այս 5-ը, այս թիվը ուրեմն վերածել bit size տեխնոլոգիան, սա կարևոր է, վեկտորը թիվը տանում ենք բիթերի, տեղավորում ենք վեկտորի մեջ, եթե ավելցուկով է ոչինչ չի խանգարում, այսինքն 5-ի համար ինչքան տեղ կհատկացնեք, ինքը այդ վեկտորում կաշխատի 0-1-երի հետ, մեկը մենք qubit-ը 0-1-երի հետ ենք, մենք թվի հետ չենք կարող աշխատել, մենք չենք կարող լեթի հետ աշխատել, մենք չենք կարող 5-ի հետ աշխատել, քվանտային աշխարհում դուք չեք կարող թվերի հետ աշխատել, ոչինչ չեք կարող անել, դուք պետքա վերածեք բիթերի, բիթերը qubit-երի, ավելի շուտ այդ qubit-երի վրա կատարել qubit-երի տեխնոլոգիա, բայց նրանք միայն 0-1-եր են եւ հետո հետ գալ։
ստացվում է, որ այդ հետ գալու տեխնոլոգիան մեզ մոտ տված է։ Այսինքն ես բերեցի իմ 5 սարքեցի վեկտոր քյուբիտեր, այդ քյուբիտերում կատարեցի երկու շատ կարևոր օպերացիա random hash եւ չափեցի, ինքը կանգնեց իր կարճ ասած պատահական վեկտորիզացիան կանգնել, reset եմ անում, որ հաջորդ ցիկլի համար ես աշխատեմ, այսինքն հաջորդ բիթի համար, հաջորդ բիթի համար, հաջորդ բիթի համար, հաջորդ բիթի համար, ամեն բիթի համար reset-ը պարտադիր է, ամեն բիթի համար կֆիքսի պատահական բաց 50-50-ով եւ ինքը կստանա վեկտոր։ Կարևորը որ մենք ունենք այսպիսի հրաման, որը result array is integer, այսինքն integer-ից array-ի մեջ ենք տեղադրում, չմոռանանք, մենք բիթերում քյուբիտերի արդեն կլասիկ աշխարհ ունենք։ Պարզա ցիկլը կրկնում է անգամ ժամանակ, եթե ցիկլը վերջանում է, ապա պահպանում ենք որևէ զանգվածում։ Այսինքն մենք set number-ում անցել ենք այսպիսի հրաման, նոր mutable զանգված ենք ստեղծում, ավելի շուտ ստեղծել ենք mutable-ով, այս number-ը այստեղ տված է, count-ի չափով, մենք set-ով թույլատրվում է mutable-ից հետո, set-ով թույլատրում է իրան, կարճ ասած, mutable-ից, այսինքն ինքը նորը ստեղծի որևէ անդամ փոփոխված։ Արդյունքում մենք ստանում ենք պատրաստում ենք ելքային զանգված, հիմա մնում է կլասիկայի տեսակետից իրան նայել։ Խնդրեմ կլասիկայի տեսակետից վերցրեք, ոչ մի քվանտ չկա այստեղ, ինքը վերցնում է, ինչ վերջավերջնում string-ը սարքում, այստեղ էլ գլում է պլյուս հավասար string, միանգամից չի ցուցադրում, ինքը տողերի մի հատ բազմություն է ստանում array-ը, string-ի մեջ կոնկատենացիա անում եւ վերջում այդ string-ը մեզ կտա։ Դրա համար մեր այս փոքր օրինակը մեզ կապացուցի, որ մենք նույնիսկ կարողացանք վեկտոր վերցնել 10 թվանոց, հավանականությունը մինչև 5 թվերը հավանականային բաշխել եւ ինքը մինչև 5 թվերը այդտեղ կատարեց, այսպես ասած, խաղատան տեխնոլոգիաներով։ Եթե մեզ պետք է ասենք ուրիշ թվերի խումբ, ենթադրենք 50-ը փոխարեն դնենք 40 եւ փորձենք աշխատացնել, 10-ի մեջ 40 թիվը տարբեր հավանականություններով մեզ կտա։ Ինքը չի կրկնի, հիմնականում երևի չի կրկնի, ենթադրում եմ չի կրկնի, նայեք, այստեղ կրկնեց պատահական ձևով, բայց մի հատը կրկնվեց, չէ, երկու հատը 23 կրկնվեց։ Ու ցանկալի էր կարող էր եւ չկրկնվեր։ Եթե այստեղ դնենք 100, ես ուզում եմ ծրագիրը եւս մի անգամ փորձարկել, ես ուզում ասեմ, որ 10-ի մեջ 100-ի հավանականություն էլի կլինի, բայց շատ քիչ։ Իսկ փոքր թվերի դեպքում միակրկնությունը շատ ավելի շատ կլինի։ Տեսնենք ինքը ինչ ասում։ Ես որքան տեսնում եմ, այստեղ կրկնություն մի հատ կա։ Կարող հավանականային տեսակետից գալիս է դրան։ Սրանք փոքր օրինակներ են։ Մենք առաջի լավագույն աշխարհի պատահական թվերի օրինակը ստացանք եւ սովորական եւ վեկտորում տեղավորելու միջոցով։